4 ամսվա ընդմիջումից հետո ՀՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ այսօր այցելեցին Ստեփանակերտ։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ունեցած մոտ 1.5 ժամանոց հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ Բակո Սահակյանի հետ ունեցան արդյունավետ բանակցություններ, մասնավորապես շփման գծի իրավիճակի շուրջ։ Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրատկեն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ եկան մի ընդհանուր համաձայնության, որ ցանկացած մահ, ցանկացած կորուստ ուղղակի որևէ իմաստ չի պարունակում իր մեջ, անիմաստ են այդպիսի կորուստները, եւ մենք եկանք այն համոզմամբ, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ ոք որևէ անմեղ զոհ չլինի։ Այդ համատեքստում ամերիկացի համանախագահը ընդգծեց Ամերիկայի դիրքորոշումն առ այն, որ Միացյալ Նահանգները նպատակասլաց են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Չնայած համանախագահները պարբերաբար հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկում շփման գծում լարվածության մեղմացման ուղղությամբ, սակայն հրադադարի ռեժիմի խախտումը չի դադարում։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այսօր կրկին անգամ հայտարարեց, որ քայլեր են ձեռնարկվում շփման գծի լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ։ Տարածաշրջան կատարելիք այցելությունից առաջ համանախագահները հայտարարել էին, որ մշակվում է միջոցառումների շարք կողմերի փոխվստահության ուղղությամբ։ Օրինակ, շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղված ջանքերի մասին է խոսքը։ Հանդիպումից հետո միջնորդները լրագրողներին հայտնեցին, որ տարածաշրջան հերթական այցը կատարելու են նոյեմբերի վերջին։